Դասերին ավելի մեծ հետ։ Աբովյանի համար 2 հիմնական դպրոցի դասարաններից մեկում տեղադրված ծորակն են փորձում բացել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ։ Ջուր չի գալիս։ Մեկ այլ դասարան են մտնում, Ժաննա Անդրեասյանն անձամբ է բացում ճոճվող ծորակը, որից էլ այնքան ուժեղ է ջուրը հոսում, որ սեղանը ջրով է ծածկվում։ Կողքից ասում են, որ ճնշման խնդիր կա։ Կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող եւ վերանորոգվող 300 դպրոցներից մեկն է Աբովյանի համար 2 հիմնական դպրոցը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին վստահեցրել է, հասցնելու են ծրագիրն ավարտել։ Այո, կհասցնենք եւ սա ասում եմ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են եւ ավելի քան 280 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք ավարտված են։ Ծրագրի անունը մինչև 26 թվականը։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը 3 ամիս առաջ նամակով հետաքրքրվել էր կառավարությունից, թե քանի դպրոցի, մանկապարտեզի ու նախակրթարանի աշխատանքներն են ավարտվել։ Տնօրեններին Դպրոցներից 56-ն է շահագործման հանձնվել։ Եթե նույնիսկ այդ 3 ամսվա մեջ, եթե նույնիսկ իրենք հաջողել են 56, հասենք 45, հա, դպրոց հիմնանորոգել, վերանորոգել, շահագործման հանձնել, դա շատ լավ է, բայց էլի հեռու է իրենց խոստումներից։ Մինչև 2026 թիվը չի հասցրել ծրագիրը ավարտել կառավարությունը, հարց է նաև կհասցնեն մինչև 2026-ի ընտրությունները։ Եվ այդ արագությամբ գնալով մենք արդյոք այդ առաջիկա 5 ամսում ունենալու ենք այդ ամեն ինչը, եթե նույնիսկ համարենք մինչև 26 թվականը իրենց մինչև կառավարության աշխատանքների ավարտ։ Կառավարության ուղղված նամակներում падգամավորը խնդրել է շահագործման հանձնված դպրոցների ցանկը տան, որ ինքը գնա եւ պարզի, ինչ վիճակում են, բայց գործադիրում ցուցակ են տվել, որտեղ դպրոցների անունները չկան։ Դպրոց 37 դպրոց։ Ինչ որ ցանկ տվեցին եւ գրեցին 37 դպրոց, այդ թվում Արագածոտնում 1, Արարատի մարզում 2, ըստ մարզերի թվեր տվեցին։ Падգամավորը նաև բողոքներ է ստանում, որ շահագործման հանձնված դպրոցներում աշխատանքներն ավարտված չեն։ Բազմիցս ստացել եմ տարբեր դպրոցներից տեղեկատվություն, նամակներ, ծանոթների հետ, որ եկել են բացումը կատարել են, բայց այդ դպրոցը դեռևս չի շահագործվել, որովհետև այնտեղ կան թերի շինարարական աշխատանքներ։ Արմենուհի Գյուրեղյանը եւս մեկ նամակ է գրելու կառավարությանը, Ժաննա Անդրեասյանի ներկայացրած 100-ից ավել դպրոցների ցանկն է խնդրելու։ Մինչև 25 Հույս ունի, որ կստանա։ թվականը հիմնանորոգված կառուցված։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։